իշխանականները խառնվել են իրար։ Իրենք տեսնում են, որ օրեցօր մեր ուժը ավելի ուժեղ է դառնում։ Ուժեղ Հայաստանը մոտենում է իրականությանը։ Եվ այդ հանրահավաքից հետո իրենք սկսել են ապօրինի գործողություններ։ Բերման են ենթարկվում մեր քաղաքական թիմի կանայք։ Բայց նույնիսկ այն պարագայում, երբ մեր քաղաքական թիմի բոլոր անդամները բերման ենթարկվեն, մենք միևնույնն է կանգ չենք առնելու։ Սամվել Կարապետյանը իր կալանավորման առաջին օրվանից հստակ ներկայացրել է, որ մենք գնալու ենք մինչև վերջ, մասնակցելու ենք հունիսի 7-ի ընտրություններին և ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Փոփոխությունները գալիս են, խնդրում եմ չվախենալ, խնդրում ենք չդադարեք պայքարել անարդարության դեմ և շատ շուտով, ընդամենը մի քանի տասնյակ օրերից մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։